Ներողություն հարցեր կան։ Ներեցեք կներկայանաք նոր, հա։ Ներեցեք ես CVKM-ի հարցերին չեմ պատասխանում։ Հաջորդը։ Հաջորդը։ Դուք իմ իրավունքը մի ճնշեք, դուք իմ իրավունքը սահմանները Ես ամեն դեպքում հարցս կտամ դուք մի պատասխանեք, պարոն Վարդանյան։ Հերթով։ Համեցեք։ Ես ավարտեցի ձեր մասով։ Եթե Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ առաջարկի դուք կընդունեք եւ 1 ամիս ժամանակ է մնացել իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Պատիվ ունեմ, եթե չեմ սխալվում, դուք եք սխալվում, 1 տարվա նման ժամկետ չկա, պատիվ ունեմ հայտարարել որ թեկնածություն ունի։ Խնդրեմ։ Եթե առաջարկի Սերժ Սարգսյանի Եթե ներով չեմ առաջնորդվում։ Եթե իմպիչմենտը գերտ օրակարգ է, պարոն Վարդանյան, այդ դեպքում Հայաստան դաշինքը ինչու է հայտարարել, որ 8 ստորագրության պարագայում 28 ստորագրություն կապահովի։ Ինչու է պատրաստվում Հայաստան դաշինքը կերտ։ Ես կարծում եմ ես օրակարգ չեմ ասել, ես ասել եմ իմպիչմենտը իրավական գործիք է, բայց այդ սկսելու համար կարդացեք ինչի անհրաժեշտ Հայաստան դաշինքի հայտարարությունը։ Հաջորդը։ Ասացի քպր հերիք է դրա համար։ Ավելին ասեմ, կարծեմ պարոն Մամեջյանն ասել է, որ եթե Հայաստան դաշինքը առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածություն են կմիանան։ Տեսեք, հարգելի լրագրողներ, ինչ ասել Ռոբերտ Քոչարյանը։ Ասել է առաջիկա լուրջ գործընթացներին, փողոցային շարժում, արտահերթ կամ հերթական ընտրություններ, ասել է լուրջ գործընթաց չի համարում։ Ես կդժվարանամ ասել, եթե դուք հետևում եք եւ մեր ԶԼՄ-ներին եւ որոշակի կողմնորոշում ունեցող ԶԼՄ-ներին, կտեսնեք, թե ովքեր են այս օրակարգը անընդհատ փորձում առաջ տանել։ Երեք շատ լավ ձևակերպում էր տվել պարոն Ռուստամյանը, որ սա ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան թե իշխանության դեմ պայքար։ Բայց գիտեք, եթե նայենք վերջին շրջանի, ես թողնում եմ եւ ԿՊ-ի տեղում, գիտեք ինչպես է վերաբերվում երկրորդ նախագահին, թողնում եմ հանրապետական կուսակցությանը վերջերս երրորդ նախագահը ասել էր, որ թշնամություն չունի, բայց նաեւ արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի կարծես թե հիմնական թիրախը դարձել է այսօր Ռոբերտ Քոչարյանը, եւ դա վատ չէ։ Ում են թիրախավորում, ում են փորձում ազդեցությունը նվազեցնել, ով որ ուժեղ է։ Եվ ես վստահ եմ, որ այս հարցակումներ չասեմ, բայց այս վայնացումները միայն ուժեղացնում են Քոչարյանի դիրքերը։ Տեղը լայն է, բայց չգիտես ինչու ամեն մեկը փորձում է ուրիշի հաշվին այդ տեղը լայնացնել, եւ որ ամեն մեկը ես կարծում եմ պիտի աշխատի իր վարկանիշը բարձրացնել, իր ազդեցությունը մեծացնել։ Ես դեզ կարծեմ ուղղորդեցի եւ ես նման բան չեմ ասել։ Համեցեք։